Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Օրակարգում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր։ Անդրադառնալով նիստի ընթացակարգին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. Իմ ընդհանուր գնահատականը այս պահին կապված 15 թվականի հետ բավականին դրական է։ Կարծում եմ, որ պատվախնդրորեն կատարվեցին խնդիրները եւ կարծում եմ, որ մենք այսօր կարող ենք զեկուցել, որ մենք ավելի կազմակերպված, ավելի միաբանված ոստիկանություն ունենք, քան թե ունեցել ենք մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ 16 թիվը մեր հնարավորությունների ամրապնդման տարի ենք հայտարարելու։ Մենք լիարժեք չենք իրացնում մեր հնարավորությունները։ Իսկ ես հնարավորություն տեսնում եմ։ Յուրաքանչյուրիդ մեջ եմ տեսնում հնարավորություն ինքնադրսևորվելու, ձեր կոլեկտիվներում եմ տեսնում դա, եւ այսօր մենք խոսելու ենք դրա մասին, թե որտեղ են մեր թերությունները, որտեղ մենք չենք կարողանում լիարժեք դրսևորել մեզ, ինչն է մեզ խանգարում եւ այլն։ Ոստիկանության 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ 2015 թվականի ընթացքում Հանրապետությունում ունենալով ծանրաբեռնված օրակարգ, կապված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի միջոցառումների անցկացման հետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները։ Օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում Հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։ Կարևորում եմ, որ ոստիկանության համակարգում շարունակական բնույթ կրող բարեփոխումները տալիս են դրական արդյունքներ։ Դրանց շրջանակներում ձեռնարկված միջոցառումները նպաստել են հասարակություն ոստիկանություն փողվստահության ու համագործակցության ամրապնդմանը։ Զանգվածային միջոցառումների եւ համապետական նշանակության խնդիրների լուծման ընթացքում ոստիկանության ծառայողների պատշաճ ու համարժեք գործողությունների իրականացմանը, ծեծի ու խոշտանգման, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի սպառ վերացմանը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելու եւ յուրաքանչյուր դեպքով օպերատիվ արձագանքելու գործելավոճին։ Անդրադառնալով հանցավորության շարժընթացին, նշեմ, որ հաշվետու տարում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 503 դեպքով կամ 2.9%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է դիտավորության առողջությանը վնաս պատճառելու եւ բնակարանային գողությունների թվի նվազումով։ Դրա հետ մեկտեղ 8-ով կամ 4.6%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունները եւ 81-ով կամ 2.4%-ով ծանր հանցագործությունները, ինչը հիմնականում կապված է իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դիտավորության առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ բնակարանային գողությունների թվի նվազման հետ։ Անդրադառնալով զեկույցում առաջ քաշված հիմնախնդիրներին, ոստիկանության պետը կարևորեց անձնակազմի պրոֆեսիոնալ որակների կատարելագործման և ստորաբաժանումների մշտական փոխգործակցության անհրաժեշտությունը։ Վլադիմիր Գասպարյանը խնդիրը մասնավորեց բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքների օրինակով, նշելով, որ հենց պրոֆեսիոնալ պատվախնդրության և տարածքային բաժինների սերտ համագործակցության շնորհիվ տարեվերջին որակապես փոխվեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում արձանագրված անհանգստացնող պատկերը։ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման աշխատանքների արմատական բարելավման առաջնահերթությունը, նշելով, որ ցանկացած թերացում ու բաց թողում այդ ոլորտում հանցագործություն է ապագայի հանդեպ, քանի որ թմրավաճառների թիրախում հայտնվում են հատկապես անչափահասներն ու երիտասարդները։ Ոստիկանության պետը ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջեց առանձնակի ուշադրություն դարձնել ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության ամրապնդման խնդրին։ Առանձնացնելով հատկապես արտաքին ծառայությունների գործունեությունն այս ուղղությամբ, Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները, մասնավորապես ճանապարհային ոստիկանության համակարգում։ Կոռուպցիան այս համակարգում ես կոչնչացնեմ հիմնովին։ Սա ճանապարհային ոստիկանությունից վերջացած այլ ծառայություններից, ինչ եմ շեշտում,
ճանապարհային ոստիկանությանը, որովհետև դա մեր դեմքն է եւ քաղաքում տեսնում են ինչա կատարվում։ Մեր հասարակությունը մեզ չի վստահում այդ թվում նաև ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցների լկտի պահվածքի եւ նրանց աշխատավոճի հետ կապված։ Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ, մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ։ Եթե ես համարկարգում, լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը, հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս այս պարագայում ուղղում եմ ճանապարհային ոստիկանությանը։ Սա ամբողջ համակարգն է փչացնում վերջին հաշվով հասկանում եք թե ոչ։ Ճանապարհային ոստիկանությունը շատ դժվարին աշխատանք է տանում, բայց մի քանի թափթփուկ կարող է ամբողջ աշխատանքը զրոյականի բերի։ 2015 թվականին ոստիկանության զորքերի գործունեության, բարեփոխումների ընթացքի եւ այլ խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանը։ 2015 թվականի ընթացքում ոստիկանության զորքերը ժամանակին եւ ողջ ծավալով կատարել է իրենց առջև դրված խնդիրները։ Ոստիկանության մարմինների հետ համատեղ իրականացվել է հասարակական կարգի պահպանումը տարբեր միջոցառումների ժամանակ։ Դրական գնահատելով ոստիկանության զորքերի կատարելագործման ընթացքն ու հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց. Այսօր ես հպարտանում եմ ոստիկանական զորքերով։ Կազմակերպված, միաբանված, ամուր, ուժեղ, դաստիարակված ոստիկանական զորքերով։ Ես հպարտանում եմ։ Ոչինչից մենք ստեղծեցինք զորքեր, բոլոր առումներով։ Եվ այն սկզբնական վախը, որ կար զորքերը արտաքին ծառայությունում Երևանում օգտագործելու կիրառելու համար, որ դե այնտեղ որակները ցածրը, հիմա ես կարամ ձեր հետ վիճեմ արդեն։ Քաղաքում ոստիկանական զորքերը ծառայություն են կատարում։ Դրեք ու համեմատեք։ Նայեք անցումներին, նայեք երթուղիներին, նայեք զորքերի կեցվածքը, կարգապահությունը, ծառայությունը, որը կցանկանայի շատ ու շատ այլ ծառայությունների։ Այնուհետև ոստիկանության պետի տեղակալները ներկայացրին իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները եւ առաջարկեցին դրանց լուծման միջոցներ ու եղանակներ։ Անդրադառնալով համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին, Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց, որ դրական արդյունքը գերազանցապես պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորումով։ Մենք շատ դեմագոգություններ լսեցինք, երբ համազգեստը ենք փոխում։ Որ պետք չի համազգեստը փոխել, համազգեստի մեջի մարդուն պետք է փոխել։ Հիմա ինչ ուզում եք այդ տխմարամատություններն իրականություն դառնա, որ նոր համազգեստի մեջ նորից դատարկություն կա, ես չեմ հանդուրժի։ Նոր համազգեստը փչացնել, ինչպես փչացվել է տարիների ընթացքում միլիցիայի համազգեստը, որովհետև չի կարելի միսների աշխատանքը աղբոտող մի քանի հոգու պահել ես համակարգում, անթասիբների, անշնորհքների պահել ես համակարգում։ Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզային վարչությունների ու ենթակա բաժինների աշխատանքը, կարևորելով մշտապես բնակչության կողքին նրա հոգսերին տեղյակ ու բոլոր միջոցներով աջակից լինելու անհրաժեշտությունը։ Անասնագողությունը ինձ իրոք մտահոգում է, որովհետև իմ մոտեցումները, սկզբունքները գյուղացու կողքին կանգնելն է, գյուղացու սեփականությունը պահպանելը, իմ համար գյուղացու հավի գողությունը դա իմ համար դա ծանր հանցագործություն է, որովհետև գյուղն է կերակրում քաղաքին եւ գյուղը շատ դժվարությամբ է կերակրում քաղաքին եւ դրա անասունը գողանալը եւ դրան մատերիալանքով նայելը, դրան օժանդակելը, իսկ օժանդակությունը ես դիտում եմ նաեւ անգործնեության մեջ, դա դավաճանություն է, դա դավաճանությունը հաց տվողի նկատմամբ։ Վլադիմիր Գասպարյանը Երևանի կայազորի գործունեությունը գնահատեց մասնավորապես արտաքին ծառայությունների աշխատանքի օրինակով եւ ծառայությունը որակական նոր աստիճանի բարձրացնելու, հասարակության հետ աշխատանքը հետևողականորեն շարունակելու կոչեց իրավապահներին։ Արտաքին ծառայության հետ կապված, հատկապես Երևանի կայազորում
կան փոփոխություններ, դժվար իրավիճակում մեր տղաները բարեկային ծառայությունից սկսած վերջացած այստեղ ես շահկապում ու միացնում են ոստիկանական զորքերը, Երևան քաղաքում պատշաճ ծառայություն է իրականացվել։ Մի վախեցեք ճշմարիտ լինելուց, մի վախեցեք սխալվելուց։ Սխալվում են այն մարդիկ, ովքեր աշխատում են։ Մենք շատ երկար տարիներ մեր հասարակության հետ, հատկապես հանրահավաքներ անցկացնող կոնտինգենտի հետ մենք շատ ենք աշխատել։ Եվ անընդհատ, ամեն օր, ամեն հավաքի ժամանակ իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկել ենք։ Տեսնում ենք այդտեղ դժվար ընկալում։ Ես ուզում եմ, որպեսզի տարբերություն լինի անհնազանդության օրինական ճանապարհների և զոռբայության մեջ։ Եթե ոստիկանությունից այսօր մենք վերացրել ենք զոռբայությունը, հասարակության մեջ դա մենք իրավունք չունենք ընդունել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստն ամփոփվեց տարվա օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումների ու ծառայողների պարգևատրման արարողությամբ։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2015 թվականի լավագույն ստորաբաժանում են ճանաչվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի և Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժինները։ Խրախուսանքների արժանացան նաև տարվա լավագույն ծառայող ճանաչված ոստիկանները։